Ուղղակի ուզում եմ տրամադրությունդ բարձրացնեմ, որ պահին ասես հետ կբերեմ տուն։ Ապած ոչ մի հարցում դու չես խառնվում, դու ոչ մի բան չգիտես, ոչ մի բան չես տեսել։ Այդ տաքսիստի հարցերը ես պետքա լուծեմ, այդ պետքա չնստի։ Այդ որ նստա, իմ ձեռքերը դրան չի հասնելու։ Դու հասկանում ես։ Բարի օր։ Բարի օր։ Ոնց հասկացա գործեր առաջ չի գնում, հա։ Գնում է, աշխատում ենք։ Չեղավ սենց, շատ դանդաղ է գնում։ Քանի օր անցավ արդեն։ Այս սերիան իսկապես շատ ծանր ու հուզիչ էր։ Սկզբից արդեն մենք տեսանք մի շատ ուժեղ պահ, որտեղ խոստումները կոտրվեցին, եւ դա անմիջապես ցույց տվեց, թե որքան մեծ ցավ կա հերոսների ներսում։ Այս հատվածում ամենից հետաքրքիրն այն էր, թե ինչպես վրեժի թեման ավելի խորացավ։ Մի կերպար արդեն ամբողջովին կուրացել է իր ցավից եւ պատրաստ է ամեն ինչ անել իր քրոջ արցունքների համար պատասխան պահանջելու համար։ Սա ցույց է տալիս, որ առաջիկա սերիաներում մեծ բախումներ են լինելու։ Մյուս կողմից ընտանիքի ներսում լարվածությունը գնալով աճում է։ Որոշ գաղտնիքներ դեռ բացված չեն, եւ հենց այդ գաղտնիքներն են պահում ամբողջ պատմության հիմնական ինտրիգը։ Հատկապես այն հարցը, թե ով է իրականում մեղավոր այդ մեքենայի դեպքի համար, շատ կարևոր է դառնում։ Ինձ թվում է, այս սերիայում ամենաուժեղ կողմը զգացմունքներն էին։ Յուրաքանչյուր կերպար պայքարում է իր ներսի ցավի, վախի եւ որոշումների հետ։ Սա պատմությունը դարձնում է ավելի իրական եւ ավելի հետաքրքիր դիտելու համար։ Մեկ այլ կարևոր պահ էր այն որոշումը, որ պետք է առանձին կյանք սկսել։ Սա կարող է ամբողջությամբ փոխել պատմության ուղղությունը, որովհետև նոր ճանապարհները հաճախ բերում են նոր խնդիրներ եւ նոր գաղտնիքներ։ Իմ կարծիքով հաջորդ սերիայում մենք կտեսնենք ավելի մեծ ճշմարտություններ եւ հնարավոր է շատ ծանր առերեսումներ։ Վրեժը կարող է ոչ միայն կործանել մեկ մարդու, այլ ամբողջ ընտանիք։